Բարի երեկո, ով կարող էր պատկերացնել, երբ Հայաստանում ընդունվի կանանց և տղամարդկանց հարվածար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքը, դրա դեմ դուրս կգան ոչ միայն ուժեղ, այլև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։ Մեդիա կենտրոնի այսօրվա քննարկման թեման հենց այդ օրենքն է, որը ուժի մեջ մտնելուց հետո դարձավ բուռն քննարկումների առարկա։ Չնայած այն այնքան էլ հեշտությամբ չընդունվեց և բուն գործընթացը տևել է մի քանի տարի։ Հիշեցնեմ, որ մեդիա կենտրոնը նոր հարթակ է մեկտեղելու համար Հայաստանի քաղաքացիական, հասարակության և լրատվական դաշտի ներուժը։ Կենտրոնի հիմնական առաքելությունը Հայաստանում բանավեճերի մշակույթի հիմնումն է։ Մեդիա կենտրոնը համակարգում է հանրային լրագրության ակումբը, բաց հասարակություն հիմնադրամներ Հայաստանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ։ Ներկայացնեմ այսօրվա բանավեճի հյուրերին։ Արթուր Միսակյան, Օրինաց երկիր կուսակցության մամլոխոսնակ։ Հիշեցնեմ, որ վիճահարույց օրենքի համահեղինակը Օրինաց երկիր կուսակցությունն է, իդեմս պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի։ Օրենքի ստեղծման ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այսօրվա մեր բանավեճում կառավարության տեսակետը կներկայացնի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը։ Վիճահարույց այս օրենքի շուրջ բանավեճին ակտիվ մասնակցություն է ունենում նաև Հայ առաքելական եկեղեցին։ Հայր Զաքարիա վարդապետ Բաղումյանը մեր հաջորդ հյուրն է։ Մեր դեպատին մասնակցում է նաև Արեգիտավերլուծական կենտրոնը ներկայացնող Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դասախոս դոցենտ Վարդան Խաչատրյանը։ Մինչ հարցերին ասել է մի քանի տվյալ։ Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքը Սերժ Սարգսյանը ստորագրել է 2013 թվականի հունիսի 11-ին։ Ազգային ժողովը օրենքն ընդունել է 2013 թվականի մայիսի 20-ին։ Օրենքն անցել է 108 կողմ, 1 դեմ և 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Դեմ էր քվեարկել Արմեն Մխիթարյանը Հանրապետական կուսակցությունից, ասում են պատահաբար։ Ձեռնպահին Վարդան Այվազյանը, Հակոբ Հակոբյանը Հանրապետական կուսակցությունից, Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը Ժառանգությունից, Հրանտ Բագրատյանը Հայ ազգային կոնգրես խմբակցությունից, Աղվան Վարդանյանը, Արմեն Բաբայանը Հոյդայից, ձեռնպահ էր քվեարկել նաև օրենքի ակտիվ ջատագովներից մեկը, Հոյդա պատգամավոր Արծվիկ Մինասյանը, քանի որ իր առաջարկները չէին ընդունվել։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը մասնակցելու այս բանավեճին և առաջին հարցը, որն ուղղում եմ ձեզ բոլորիդ։ Եթե 2013 թվականի մայիսի 20-ին դուք լինեիք ազգային ժողովում և հնարավորություն ունենայիք ձեր ձայնը հայտնել ձեր քվեով, ինչպես կքվեարկեիք, կողմ թե դեմ, և խնդրում եմ հիմնավորեք։ Սկսում ենք պարոն Խաչատրյանից։ Նախ ես կցանկանայի նշել, որ միանշանակ կլինեի կողմ, քանի որ հասկացությունը, որը սահմանվում է այնտեղ, ըստ էության իրենով հիմք է դնում շատ վտանգավոր բազմաբարդ զարգացումների հենց մեր օրենսդրական դաշտում, ինչից ելնելով քվեարկեի միանշանակ դեմ։ Բայց ամբողջ հարցն նրանում է, որ ես խորը կասկածներ ունեմ, որ իրականում խնդիրը չի բարձրացվել մինչ այդ և ուշադրության ֆոկուսում, կենտրոնում այդ հատվածը, որը այսօր այսքան գերվիճահարույց իրավիճակ է ստեղծել, չի հայտնվել։ Շնորհակալություն, Հայր Սուրբ։ Ես պիտի նշեմ, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում և անձնապես բազմաթիվ հոգևորականների անձնական նամակներ ենք ստացել և պաշտոնական գրություններ, որտեղ մեր եկեղեցու զավակները իսկապես իրենց մտահոգությունն են արտահայտում և խնդրում են, որ հայ եկեղեցին իր կեցվածքը, իր դիրքորոշումը ցույց տա։ Պիտի նշեմ, որ մի քանի անգամ այս խնդրի շուրջ նաև հասարակական կազմակերպությունների հետ քննարկում եղել է։ Այն տեսքով, ինչպես որ ընդունվել է օրենքը, բնականաբար, եթե ես լինեի ազգային ժողովում, դեմ պիտի քվեարկեի, որովհետև այնտեղ իսկապես, ինչպես պարոն Խաչատրյանը նշեց, կիրառվում է մի եզր, որը բազմիմաստ է և յուրաքանչյուրը կարող է յուրովի մեկնաբանել այդ եզրը։ Իսկ այդ եզրի մեկնաբանությունից է կախված հետագա ընթացքը, այսինքն մենք սկսում ենք մի գործընթաց, որը անկասելի է։ Հետևաբար շատ զգույշ պիտի լինենք և կարծում եմ, որ նաև ազգային ժողովը պետք է նաև հասարակական քննարկումներ կազմակերպել, նաև շագրգիռ կողմերի հետ, ես մասնավորապես նկատի ունեմ Հայ առաքելական եկեղեցու, որ շուրջ 2000 տարիներ շարունակ ապրում է այս հողի վրա, գործում է և մայր եկեղեցին է, բայց ցավով պիտի նշեմ, որ այդ հասարակական քննարկումները չեն եղել։ Շնորհակալություն, ցենք աշխատանքի և սոցիալական հարցերի հարցը։ Եթե ես լինեի ազգային ժողովում, բնականաբար կողմ
քվեարկեի այս օրենքին, որովհետև այս օրենքը արդեն մի քանի տարի է մշակվում է, այն բազմաթիվ քննարկումների է ենթարկվել, փորձաքննության է ենթարկվել եւ հենց ազգային ժողովում կազմակերպել է օրենքի հետ կապված հանրային լսումներ։ Կարծես թե օրենքը ապրել է այն բոլոր process-ներով, որպեսզի հանրությանը ծանոթացվի եւ ես կարծում եմ, որ այս բուռն քննարկումները եղան օրենքի արդեն ընդունումից հետո, իհարկե ինչ որտեղ դուք կողմինչու կքվեարկեիք։ Կողմ քննարկել, որտեղ ինքը առաջընթաց բերող օրենք է, կանանց ներուժի հասարակության մեջ հավասարակշռության օրենք է, նոր մոտեցումների, նոր ձեռքբերումների։ Շնորհակալություն, չնայած պարոն Իսահակյանի դիրքորոշումը պարզ է, սակայն լսենք ձեզ։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել նման հետաքրքիր քննարկում կազմակերպելու համար, որովհետև իսկապես վերջի շրջանում բուռն հասարակական, ուրեմն քննարկման է ենթարկվում օրենքը եւ նաեւ շատ կարեւոր է, որպեսզի մեր հանրությունը իսկապես իրազեկ լինի այս ամբողջ գործընթացից սկզբից մինչև ներկա փուլը։ Պետք է նշեմ, որ օրենքը չի վիճահարույց։ Օրենքում կա մի հատ դրույթ, դա է վիճահարույց։ Եթե այդ դրույթը մենք ըստ էության մեկուսացնում ենք կամ հանում ենք օրենքից, այնտեղ կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Եվ պետք է նշեմ, որ օրենքը միջև օրենք դառնալը անցել է օրենքի այդ գործընթացի բոլոր փուլերով։ Ես պետք է նշեմ, որ դեռևս 6-7 տարի առաջ, երբ որ նախագիծ կար շրջանառության մեջ, դա իսկապես օրինաց երկիր կուսակցության падգամավորների ուրեմն հեղինակած նախագիծներ, նախորդ գումարման ազգային ժողովում դեռևս մենք նախագիծը ներկայացրել էինք, դրել էինք շրջանառության մեջ, հետո այն բացասական եզրակացությամբ հետ եկավ կառավարությունից եւ այն անընդհատ հետաձգվում էր։ Այս գումարման ազգային ժողովում նույնպես նախագիծ է դրվել շրջանառության մեջ մեր կողմից, որը մինչև 2011 թվականի կառավարության նախագիծը բերելը 10 անգամ հետաձգվել է։ Ու պատճառաբանությունը հետևյալն էր, որ այն լրամշակելու կարիք ունի։ Հետո բոլորին արդեն հայտնի է, կառավարությունը բերեց նաև իր նախագիծը եւ կար նաև մեր նախագիծը, որոնք միավորվեցին եւ կառավարությունն ու ՕԵԿ-ը հանդես եկան համահեղինակությամբ։ Ես օրենքի նախագծին իսկապես կքվեարկեի կողմ, ոնց որ մենք մեր ֆրակցիան է քվեարկել կողմ, որովհետև իսկապես օրենքը շատ կարևոր խնդիրներ է լուծում։ Ուրիշ խնդիր, որ այո կա դրույթ, որը վիճարկել է եւ նաեւ մենք մեր դիրքորոշումը արդեն հայտնել ենք, որ աշնանային նստաշրջանի մեկնարկով մենք փորձելու ենք հանդես գալ համապատասխան առաջարկություններ եւ ներկայացնենք մեր մոտեցումներն ու փոփոխությունները։ Դրա մասին կխոսենք ավելի ուշ, ինչպես դուք նշեցիք, հիմնական վիճահարույցը դա մի հասկացությունն է։ Ես մեջ բերեմ օրենքի այդ հասկացությունը գենդերը տարբեր սեռի անձանց ձեռքբերովի սոցիալապես ամրագրված վարք է, կանանց եւ տղամարդկանց մինչեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ։ Ես դիմում եմ կառավարության ներկայացուցչին, քանի որ դուք համահեղինակ եք, ինչու ընտրվեց այս ձևակերպումը։ Գիտեք, ձևակերպումը ընտրվեց եւ ձևակերպումը կարող եմ ասել այն ենթատեքստով, որ այսօր քննարկվում է, բոլորովին նման մտածողություն չի եղել եւ երբևիցե որևիցե մեկը իր կարծիքը չի հայտնել, իր մտահոգությունը չի հայտնել այդ ձևակերպման մասին։ Ձևակերպումը եղել է տարիներ շարունակ, դրված է եղել նախարարության կայքեջում, ամբողջ օրենքի նախագիծը, հանրային քննարկումներ են եղել, լսումներ են եղել եւ որևիցե մտահոգություն չի հայտնել։ Որևիցե մեկը նման Այսօր ուղղակի կառավարությունը տեսնել է, որ այն տարընկալման տեղիք է տալիս այդ հասկացողությունը, խոսքը վերաբերում է երրորդ հոդվածին։ Այսօր կառավարությունը ինքը դինելով պետության քաղաքականության, ընտանիքի, առողջ հասարակության, կերտման առաջատար ուղղությունները տանողը, ինքը առաջ գնալով իրականացնում է փոփոխություններ։ Այդ հոդվածը ուժը կորցած մենք կառավարության կողմից արդեն իսկ ուղղակի Պարզապես, ինչպես ասում են, այս խոսակցությունները վարողներին հասկացնելով, որ կառավարությունը ինքը առողջ ընտանիքի կողքին է եւ նրա քաղաքականությունը միտված է միայն այդ ուղղությամբ։ Իսկ նման մոտեցումներ, երբևիցե նման կարծիքներ, ես կարծում եմ իրենք հնարավորություն ունեն մինչև օրենքի ընդունումը այդ մասին հայտնելու։ Շատ լավ, պարոն Իսահակյան, դուք կարող եք ասել, որ սա հնարավոր է թարգմանության արդյունք լինի, քանի որ գենդերը դա հայկական հայերենին բնորոշ տերմին չէ, այլ թարգմանաբար է օգտագործվել։ Օրենքը ընդունվել է կամ օրենքը մշակվել է հաշվի առնելով նաև միջազգային
պրակտիկան, մի շարք կոնվենցիաների պահանջներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները տարբեր ուրեմն միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր ուրեմն կոնվենցիաների, խարտիաների եւ այլն մենք միացել ենք դրանց եւ սա մեզ պարտավորեցնում էր, որպեսզի Հայաստանում մենք իսկապես օրենսդրորեն ամրագրենք մի դաշտ, որտեղ կանայք եւ տղամարդիկ ունենան հավասար հնարավորություններ եւ հավասար ուրեմն իրավունքներ, որը սեռի հիմքով պայմանավորված չի խոչընդոտի նրանց կենսագործունեությանը, զարգացմանը, աշխատանքին, քաղաքականությամբ զբաղվելուն եւ այլ բոլոր ոլորտներին, հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Ես իսկապես այն ընկալմամբ, որը այսօր ընկալվում է հասարակության մի մասի կողմից, որովհետև այնպես չէ, որ ամբողջ հասարակությունը դա ընկալում է այնպես, ինչպես որ այսօր մի շարք ուրեմն կազմակերպություններ, տարբեր նաև քաղաքական ուժեր մեկնաբանում են։ Իրականում կա ճիշտ նշեց ուրեմն գործընկերը մեր հարգելի, որպեսզի խուսափվի տար ընթերցումից, տարաբնույթ մեկնաբանություններից պետք է հստակ ուրեմն ընդառաջ գնալ հասարակության պահանջներին եւ վերանայել մոտեցումը։ Թե ինչի հետևանք է սա, թող սա մասնագետները բացատրեն ավելի։ Դուք օգտագործել եք թարգմանություն։ Ինչ թարգմանություն։ Ասենք սա թարգմանվել է ինչ որ գենդեր տերմինը թե ոչ։ Չէ, գիտեք, ցանկացած տիպի օրենք, որը դրվում է շրջանառության մեջ, կամ դա լինում է թարգմանություն, որը համապատասխանեցում է քո երկրի ուրեմն օրենսդրությանը, տարբեր տիպի որոշումներին, իրավական այլ ակտերին, իհարկե նաև կան օրենքում այնպիսի եզրույթներ եւ ուրեմն ձևակերպումներ, որոնք թարգմանության արդյունք են։ Հիմա հիշել, թե սա թարգմանության արդյունք է թե ոչ, ես այս բանը չեմ կարող ասել։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, դուք համամիտ եք, որ եզրույթը առանց մտածելու պատահաբար է հայտնվել այսօր։ Չեմ կարող համամիտ լինել, հատկապես հարգելի գոլեգայի ներկայացնելուց հետո, որ բազմիցս մերժվել է մեկ նախագիծ, հետո վերվել է մեկ այլ նախագիծ, որոնց սիմբիոզի արդյունքում ձևավորվել է մեկ երրորդը, որի մեջ հանկարծ ի հայտ է եկել, ասենք ասենք էլի այդ բավականին պարզունակ խոսակցությունները, որ մենք խոսում ենք, ինքը բուն էությանը գործի, բուն էության լուսաբանմանը չի նպաստում, որովհետև այսպես ասենք, աղմուկ բարձրացնողը եղել ենք մենք, եղել է համահայկական արեկ ուսումնասիրության հիմնախնդիրների կենտրոնը եւ խնդիրը բարձրացել է այն բանից հետո, երբ որ փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող հեղինակվող օրենքի մեջ արդեն որպես գենդեր հասկացության սահմանում մեջ էր բերված երկրորդ ընթերցումը արդեն անցած այս օրենքում գոյություն ունեցող սահմանումը, որպես ձեռք բերովի հասարակայինորեն ամրագրված վարկ, սեռը որպես ձեռք բերովի, չմոռանամ նշեմ, որ ես բավականին մանրամասն փորձել եմ ուսումնասիրել եւ այստեղ շատ լուրջ խնդիրներ կան կապված անգամ հասկացության հետ։ Հասկացությունը առ այսօր վերջնական ձևակերպման, վերջնական ծավալային ուրվագծի ենթարկված չէ, բայց նա իր մեջ կրում է 20-րդ դարի վերջում ձևավորված, 21-րդ դարը անցած, այսպես կոչված սեռական հնարավոր ազատությունների օրենսդրական սատարման ողջ լիցքը այսօր։ Եվ մենք ականատեսնենք նրա, որ նույն եվրոպական հողի վրա ընթանում է օրինականացում բազմաբնույթ եւ ինցեստի, եւ անասնապղծության եւ 1001 բաների, որոնք որպես հիմք ունեն, այսպես կոչված, սոցիալական կողմնորոշումը անձի եւ նրա խորը վերապրումը իր թակարդի մեջ հայտնված լինելու, այսինքն որ սեփական մարմինը թակարդ է իր բուն սեռական կողմնորոշման եւ իր սեռի պատկերացումների համար։ Շնորհակալություն։ Մենք լսենք Հայր Սուրբին, ապա ձեզ նորից հնարավորություն կտանք 2 րոպե, խնդրում եմ։ Հայր Սուրբը այս հավասար հաջորդ հարցին դուք պատասխանեք։ Չէ, հաջորդին դուք։ Ես կարծում եմ, որ բոլորին հավասար հնարավորություն է տրված։ Լսելուց հետո մենք ձեզ հնարավորություն կտանք շարունակելու։ Հայր Սուրբ, ես իմ այս հարցը բխում է հայ առաքելական եկեղեցու միաբանների վերջին շրջանում ասվածից։ Դուք կարծում եք, որ գենդերային հավասարության մասին այս օրենքը իր այս տեսքով տանում է Սոդոմ Գոմոր։ Ուրեմն հետևյալ խնդիրը նախ պետք է մեզ համար պարզաբանենք։ Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին հայ եկեղեցին միշտ է խոսել եւ քրիստոնեական արժեհամակարգի
առանցքային մասն է կազմում, որովհետև քրիստոնեական արժի համակարգում եւ տղամարդը եւ կինը ստեղծված են Աստծո պատկերով եւ նմանությամբ, եւ չպետք է մոռանանք, որ հենց նոր կտակարանում, եթե առաջին կնոջ Եվայի միջոցով մեղքը մտավ աշխարհ, ապա Տիրոջ ծննդյամբ, որը կատարվեց Սուրբ Մարիամի միջոցով, բարձրացվեց կնոջ դերակատարությունը այդ ժամանակ եւ չպետք է մոռանանք, որ Հիսուսին հենց հետևում էին նաեւ բազմաթիվ կանայք, ինչու՞ չէ, Հարության ավետիս հենց կանայք առաջինը ստացան։ Հետևաբար հավասար իրավունքների մասին մենք միայն ու միայն ողջունում ենք, այս մասին չէ խոսքը։ Խոսքը երբ որ նայում ենք օրենքը, տեսնում ենք անընդհատ գրված է գենդեր, գենդերային, միջազգային եւ այլն եւ այլն։ Ես փորձեցի այսպես պարզապես նշումներ կատարել, տեսնում ես, որ անընդհատ այդ եզրը գործածվում է։ Անշուշտ ճիշտ է պարոն Խաչատրյանի այն դիտարկումը, որ այս եզրը դեռևս վերջնականապես ձևավորված չէ։ Եթե դուք մտնեք Վիկիպեդիա, ամենահայտնի հանրագիտարանը եւ գրեք գենդեր, իրականում պետք է լիներ ջենդեր։ Եթե գրեք գենդեր, կտեսնեք, որ բազմաբնույթ մեկնաբանություններ կան, որոնցից մեկն սա է՝ ձեռքբերովի սոցիալապես ամրագրված վարք։ Ուրեմն առաջագործության ծիրից ներս հայրաքելական եկեղեցի եւ քրիստոնեությունը տարբերակում է երկու սեռ՝ տղամարդու եւ կնոջ սեռը։ Հետևաբար առաջագործության ծիրից ներս յուրաքանչյուր հոմոսեքսուալ հարաբերություն նողկալի է եւ դատապարտելի։ Սա է եկեղեցական։ Բայց կարծում որ այս օրենքը հենց Որովհետեւ փոքրամասնությունների համար է։ չպետք է մոռանանք, որ այսօր այն եվրոպական երկրները, որոնք որ ընդունել են այս ամենը, իրենց երկրներում ինչ է կատարում։ Այսօր ոչ միայն խոսում է տղամարդու եւ կնոարական եւ իգական սեռերի մասին, այլ բազմաթիվ այլ այսպես ասած մեղքերի մասին, որ մենք անվանում ենք սոդոմական մեղք, եւ անշուշտ իբրև եկեղեցական պարտավոր ենք, իբրև եկեղեցի պարտավոր ենք մեր եկեղեցու զավակներին մեր ժողովրդին զգուշացնելու եւ հիշեցնելու Սոդոմ Գոմորի պատմությունը, որովհետեւ Սոդոմ եւ Գոմորը Աստված այրեց, վերացրեց սոդոմական մեղքի պատճառով։ Շնորհակալություն։ Հիմա լսում եմ ձեզ, մենք ունենք մոտ 16 րոպե քննարկումների համար։ Ինչի հետ հատկապես համամիտ չեք։ Ես համամիտ չեմ ամբողջ այն ասացի հետ, որ այս օրենքը միտված է պաստորեն այլասերության եւ այլ նման, ասենք, քարոզչությանը։ Այս չէ, գիտեք, եկեք մենք սահմանումն ենք ասում, մենք չենք ասում օրենքն ընդհանրապես։ Գիտեք, տարընթերցում գուցե, ասենք, որոշակի մարդկանց կողմից լինի, բայց դա ընդհանրապես, որտեղ նման խնդիր իրոք ինքը չի դրել։ Բացարձակ նույնից կարդա դուք մեկն եք, էլի։ Գենդերը սեռով փոխարինելով։ Դուք մեկն եք, ասեք ոնց է դուք հասկանում, որ ուրիշ է ստացվում։ Այն ձեռբերումը։ Տեսակետը։ Լսենք, այո, որովհետև իսկապես սա շատ մեծ հաջողություն է, մեծագույն նվաճում է այս օրենքի ընդունումը մեր ազգային ժողովի կողմից, սա մեծ ձեռքբերում է մեր հասարակության համար, առաջադեմ քայլ է։ Եվ դրա մեջ տեսնել այն խնդիրները, որոնք կապված են այսօր ընդհանրապես եվրոպական արժե համակարգում, այն խախտումները, որոնք այսօր մատնանշեց իմ գործընկերները, իհարկե կարծում եմ մոլորություն է։ Եվ ես չէի ուզենա այն լսարանը, որ այսօր դիտում է, շարունակի այդ մոլորության մեջ ընկնել։ Եվ տեսնելով այդ խնդիրները, որ այդ մտահոգությունները, այդ տարաընկալումները, կառավարությունը լինելով ինչպես մեր եկեղեցին ժողովրդի ազգային արժեքները կրող պետականության ամուր հենքը հայ ընտանիքի պահպանման առաջին ջատագովը, ինքը տեսնելով այդ խնդիրները առաջներդ մենք արդեն նախաձեռնությամբ հանդես ենք եկել, որպեսզի այդ հոդվածները, որոնք այդպիսի տարընկալման կարծիք են առաջացել այսօր հասարակության մեջ, որտեղ մենք էլ ենք անհանգստանում, որտեղ այս օրենքի ընդունումից հետո նման բուրն այսպիսի քննարկումներ, այսպիսի օրենք, այսպես վտանգի տակ դնել իսկապես մեզ էլ անհանգստացնում եւ հատկապես երիտասարդության համար։ Խնդիր այս օրենքներով, որոնք ընդունում ազգային ժողովի կողմից, երիտասարդությունն է դա սիրակում ձևավորում եւ արդեն իսկ որոշակի իհարկե խարխլում կա, բայց ես համոզված եմ, որ օրենքի այս փոփոխություններից հետո եւ իհարկե ազգային ժողովի կողմից է եղել առաջարկություններ եւ կառավարությունն էլ իր առաջարկություններով հանդես է գալու ազգային ժողովում, երրորդ հոդվածը եւ մի քանի հոդվածներ, որոնք նման ենթադրությունների տարընկալման տեղիք են տալու, դրանք անպայման փոփոխության են ենթարկվելու։ Երբ որ ռեպլիկի կարգով, այո, շատ լավ։ Ռեպլիկի կարգով պարզապես նշեմ, երբ որ մենք ընդդիմանում ենք այս կետին եւ ասում ենք, որ այսպիսի վտանգավոր բաներ կան, մեր մտահոգությունը նույնպես մեր ապագա մատաղ սերնդի համար է, որովհետև այս ամենը իսկապես հող է նախապատրաստում այլ մեղքերի եւ սա այս պրակտիկան կա Եվրոպայում, չպետք է մոռանալ, մենք օդից չենք ընկել, մենք ունենք մեր աչքի առաջ բազմաթիվ օրինակներ, հետեւաբար ես պիտի խնդրեմ, երբ որ մենք բազմաթիվ քննարկումներ են եղել եւ աստվածաբանական առումով եւ մարդաբանական եւ կենսաբանների հետ այս վիճահարույց կետի հետ։ Այսօր կներեք, ինչու մինչեւ օրենքի ընդունում այդ մասին չէիք բարձրաձայնում 2 տարի շարունակ։ Ուրեմն խնդիրը հետեւյալն է, նախ իրենք падգամավորները նշում են, որ այս կետը բազմիցս մի քանի падգամավորներ նշել են, որ իրենք էլ
տեղյակ չեն եղել, որ այսպիսի բան եղել է, բայց դա երեք նախագծում էլ եղել է։ Մենք նման բան հնարավոր չի։ Չի եղել նման բան։ Շատ լավ, լսենք Հայրսրտին վերջ հոդվածը եղել է բոլոր ընթերցումների ժամանակ որևիցե փոփոխության չի ենթարկվել, նույնիսկ մի ստորակետի անգամ։ Եվ ես չեմ կարծում, ոնց կարող է նման Դա արդեն բացատրեցինք ուղղակի։ Չի եղել նշենք, որ դա առաջ է եկել այն ժամանակ, երբ որ հիմնել են այն մյուս օրենքի նախագիծը այս սահմանման վրա։ Մի փոքր նաև ես քանի որ ներկայացնում եմ նաև քաղաքական ուժ, որը համահեղինակ է սույն օրենքին, ես ուզում եմ մի փոքր քաղաքական նաև այստեղ մեկնաբանություն հնչեցնել։ Կարծես թե օրենքի ընդունումից հետո որոշակի մարդկանց համար, նաև քաղաքական որոշակի ուժերի համար օրենքը դատապետելը դարձավ քաղաքական դաշտում կայանալու լուրջ հարթակ։ Այսինքն այն քաղաքական ուժերը, որոնք նաև կողմ են քվեարկի այս օրենքին, սկսեցին չգիտես ինչի վերցնել տարաբնույթ ուրեմն մեկնաբանություններ, երևակայություններ եւ այլն։ Այնինչ օրենքի նախագիծը 2011 թվականին կառավարության հարգելի իմ գործընկերը դրա մասին կարծում եմ կխոսի, նաև նախապատմությունն է կարևոր օրենքի ընդունումը։ Այստեղ տեսեք, երբ որ օրինաց երկիրը դրել էր շրջանառության մեջ նախագիծ, նման եզրույթ չի եղել, ոչ։ Ես կարող եմ հիմա կարդալ նախագծի այդ գենդեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց եւ տղամարդկանց միջև հասարակայնորեն հիմնավորված տարբերություն եւ հարաբերություն, մշակութային բնութագրերի ամբողջություն, որը որոշում է կանանց եւ տղամարդկանց սոցիալական վարքը, նրանց փոխհարաբերությունները։ Պարոն Խաչատրյան, դուք կիսում եք պարոն Խաչատրյանի տեսակետը, որ հատուկ նպատակով է փոխվել հետագայում։ Ոչ, ներողություն, ես ավարտեմ։ Ես համաձայն եմ ձեր այն դիտարկմանը, որ գենդեր հասկացության վերջնական ուրեմն բնութագրումը դեռևս չկա։ Տեսեք, մենք տվել ենք մեր նախագծում ի սկզբանե։ Անգլիական էնցիկլոպեդիան, բրիտանիկան ասում է, որ չկա։ Հիմա եւ մեր մոտ որոշել են, որ կա, այդ մի քիչ տարօրինակ է, էլի ամենակիչը։ Հիմա այն նախագիծը, որը մենք ենք ներկայացրել, նման բան չկար։ Հետո եկավ կառավարության նախագիծը 2011 թվականին, որտեղ կար այս դրույթը։ Եվ քանի որ մեր նախագծերը միավորվեցին, վերջնական տեսքով ընդունվեց այն օրենքը, որը հիմա ընդունվեց։ Հիմա խնդիրը հետ ինչու՞մ է կանում։ Օրենքը ուրեմն եվրոպական հարցերի հանձնաժողովը Նաիրա Զորաբյանի ղեկավարությամբ եւ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը կազմակերպել են լսումներ, հանրային լսումներ։ Ուրեմն ազգային ժողովում օրենքը անցել է բազմաթիվ լսումներ, ինչպես նաև գլխադասային նշանակված պարոն Խաչատրյանը եղել ազգային ժողովի պատգամավոր, շատ լավ տեղյակ է գործընթացից։ Միջև ընթերցումներ անցել են, նաև գլխադասային հանձնաժողովում է այն քննարկվել։ Արամ Սաֆարյանը, եթե հիշում եք Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի եւ նախարարը, ով ներկայացրել է նախագիծը, դա պարոն Արտուր Գրիգորյանն է, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնում։ Քաղաքական ուժերը անմիջական մասնակցություն են ունեցել քննարկումների 3 ընթերցում է անցել այն ազգային ժողովում եւ որևէ Կներեք, ես ձեզ ընդհատեմ, որովհետեւ նույն Զարուհի Փոստանջյանը եւ Արծիկ Մինասյանը ձեռնպատ քվեարկեցին, որովհետեւ իրենց առաջարկները չէին ընդունվել։ Լավ, լսենք պարոն Խաչատրյան։ Ես ընդհանրապես ինձ 1 րոպե։ Մենք անընդհատ ֆիքսվել ենք այդ դրույթի վրա, ձեռքբերովի սեր հասկացության վրա։ Իսկ որևէ մեկի մտքով չի անցնում, մի հատ կարծե ինչը կարգավորում այդ օրենքը, որովհետև օրենքի ամբողջ այսպես առանցքը, ողնաշարը կարգավորման առարկան է։ Ընկերներ, ես խնդրում եմ ինձ 1 րոպե ժամանակ, ես ընդամենը 6 տող։ Օրենքը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները եւ կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները։ Սա օրենքի կարգավորման առարկան է։ Պարոն Խաչատրյան, դուք գիտեք ամբողջ, այսպես ասած, տեխնոլոգիան օրենքի կառուցման, որի վրա հիման վրա կառուցված է ամբողջ օրենքը։ Ուրիշ խնդիր եզրույթն է։ Իհարկե կտանք, բայց ես շատ կարևոր բան եմ ասում։ Եզրույթը վիճելի է։ Եզրույթը բոլորիս մտահոգությունն առաջացրել է։ Ես լսենք պարոն Խաչատրյանին, ես կընթերցեմ Օքսֆորդի հարագիտարանում ինչպես էր ներկայացված այդ եզրույթը, եթե։ Շատ լավ, ես կարող եմ խոսել արդեն։ Ուրեմն նախ ես կցանկանայի ասել, որ ինքը օրենքում գոյություն ունեցող այդ հատվածը, ինքը սահմանում է, նորից եմ կրկնում, օրենքից դուրս լայն կիրառման դաշտ շատ ունի եւ իրենից ներկայացնում է շատ լուրջ վտանգ։ Մենք այնտեղից ենք եկել այդ օրենքում գոյություն ունեցող այդ խնդրին,
Ոչ թե մենք այդ օրենքում այդ խնդիրը բացահայտել ենք, նույնիսկ եմ կրկնում, էլի 3-րդ անգամ ցավոք սրտի կրկնում, բայց պետք է մի բան էլ ասենք, էլի դուք շատ ճիշտ նշեցիք, որ մենք ունենք որոշակի պարտավորություններ, որոշակի բանաձևերի ենք միացել, եւ ինչու ոչ այդ բանաձևերի տրամաբանությունն էլ հենց եկել եւ կայացել է այդ օրենքի մեջ։ Եվ այս սահմանումը դրա դրսևորումներից մեկն է, որովհետեւ Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի հռչակագիրը սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության վերաբերյալ 1 Եվրամիության դեկլարացիան նվիրված հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան 2 ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Վիեննայի դեկլարացիայի եւ գործողությունների ծրագրի քննման եւ իրականացման Եվրամիության հռչակագրին 3 ամենակարևորը 17-28-ը ԵԽԽՎ բանաձև ուղղված սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիման վրա խտրականությանը վերջապես Եվրախորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականները անդամ պետություններին սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա խտրականության վերացման միջոցների վերաբերյալ Հիմա քանի որ մենք ժամանակ չունենք, որպեսզի ես շատ մանրամասն անցնեմ 1993 թվականին Հայաստանը վավերացրեց ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, որը Դա հատվածային կոնվենցիա է, դրա համար ես չնշեցի, այսինքն նա երկու սեռերին չի վերաբերվում որպես այդպեսին, բայց կանանցն է վերաբերվում Կանանց ասում ենք էլ երկու սեռերին չի վերաբերվում, դրա համար ենք ասում, իսկ ինչ վերաբերում է նրան, որ այս օրենքներում գոյություն ունեցողը պետք է այդպիսի դրսևորում ունենա եւ այստեղից կարող է շարունակվել դա միայն Հայաստանում չի հավատացնում եմ ես ձեզ ես ամիս ու կես առաջ Ղազախստանում էի եւ այնտեղ պատահաբար կիրգիզների հետ խոսակցության ժամանակ կիրգիզները հանկարծ պարզեցին որ իրանք էլ են նույն օրենքը ընդունել նույն ձևակերպումը իրենց մոտ էլ կա իրանք դեռ գլխի չեն ընկել այսինքն եթե մենք մի քիչ առաջ հենց դեռ գլխի ենք ընկել այսինքն դա այսպես կոչված ընթացք է որը թվում է անմեղ բայց իր մեջ պարունակում է այն օրենսդրական մեծ լիցքը, որը պայթելով կարող է փլուզել ամեն ինչ։ Չմոռանանք, որ նրա զարգացումները շատ բազմաբնույթ են եւ այն պետք է ուսումնասիրել եվրոպական հողի վրա առաջինը, որտեղ այդ զարգացումները գնացել են առայժմ կանգել չեն առել։ Մենք չգիտենք թե որտեղ դրանք դեռ կառնեն։ Դրա համար վտանգը մեր համար շատ մեծ է։ Ես դա օբյեկտիվ եմ ասում, անկախ որևէ բանից։ Ես երբ որ օրինագծի պատմությունն էի նայում ազգային ժողովի կայքումի երկու թվեր նկատեցի 2012 թվականին մեկ տարով հետաձգվել է օրենքի ընդգրկումը օրակարգ բայց ուղիղ մեկ ամիս հետո ընդգրկվել է ուզում եմ հասկանալ թե որն է պատճառը որ այդքան մեկ ամսում կարողացան փոփոխություններ դա ավելացվել է ուղղակի մինչև 1 տարի հետաձգվում մինչև 1 տարի հետո կարա 3 օր հետո է հա եթե վիճահարույց էր ինչու միանգամից մտա գուցե մենք ունենք պարտավորություններ որ որոշակի օրենքներ պետք է այդ ընթացքում ստորագրենք վավերացնենք եւ այլն ասենք մինչև ասոցիացիան համաձայնագրերի նախաստորագրումը չէ դա ուրեմն օրենքը վիճահարույց չէր մինչև այն ժամանակ Երբ որ բարձրացվեց խնդիրը, որովհետև էլի պետք է կրկնեմ, այն անցել է 3 ընթերցում, այն հանրային քննարկումներ է անցել, այն խորհրդարանական լսումներ են ուրեմն կազմակերպվել եւ որևէ մեկը, որևէ անգամ չի ասել, ինքը եւ վերջո 108 падգամավոր, այո 108 նշեցիք, 108 падգամավոր կողմ է քվեարկել այդ օրենքին։ Որևէ մեկը չի ասել, գիտեք ընկերներ, այստեղ հիմա մենք էլ ենք ասում Մենք էլ ենք ասում, կառավարությունն էլ ասում։ Եվ մարդկանց մոտ գողտու անց են կացրել։ Հիմա ինչ ասեմ։ Այսինքն ինչ անշատում գաղտնի։ Այդ մոտ չի քննարկվել այդ հատվածը, այդ ֆրագմենտի վրա ուշադրություն չի ֆիքսվել։ Այո, չի դարձվել։ Հիմա մենք ասում ենք, ընկերներ, մարդկանց պետք չի բարձրացնել կախաղան, Մենք կիսում ենք ձեր մտահոգությունը, մենք ընդառաջ են գալի ձեզ եւ օրենքի հեղինակները իրեմս կառավարության եւ իրեմս օրինաց երկիր խմբակցության արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը, որ Մենք ընդառաջ գնալով այս բարձրացած աղմուկին, մտահոգություններին, առաջարկություններին, մենք հանդես են գալու համապատասխան փոփոխություններով, աշնանային նստաշրջան, այսինքն օրենքը մենք չենք թողելու, որ այն 1 տարի անցնի, 2 տարի անցնի, պարոն Խաչատրյանի մատնանշած ինչ որ պայթյուններ, տարբեր օրենքներ եւ այլն, չի լինելու նման բան, ընկերներ, որովհետեւ վերջի նման օրենք ընդունելով հեղինակելով եւ ուրեմն ընդունելով մենք նպատակ ենք ունեցել Հայաստանում կանանց եւ տղամարդկանց համար ստեղծել հավասար հնարավորություններ, հավասար դաշտ, որ որևէ տեղ սերի պատճառով Չասեն դու այս շատ ենք տեսել մեր իրականությունից հեռու չգնանք։ Կնոջը վճարում են ավելի քիչ աշխատավարձ։ Օրենքում այդ ամենը կա։ Թեմայից դուրս է գալիս։ Չէ, դա թեմայից դուրս չի, դա օրենքի կարգավորման առարկա։ Որ
այս հաղորդումից հետո գոնե կապված այս երրորդ հոդվածի հետ մտահոգությունները բոլոր հարատվեն եւ քննարկումները այս խնդրի որ շուրջ ավարտվեն սրանով, որովհետեւ արդեն իսկ կառավարությունն մենք ուղարկել ենք օրենքի նախագծում փոփոխություն, որտեղ այս հոդվածները փոփոխվում է եւ ազգային ժողովից ենք ստացել այդ առաջարկությունները, այսինքն դա իրականացվելու է կառավարության կողմից, իրականացվելու է նրա այն պատճառով, որովհետև հասարակության մեջ եղան անհատներ, որոնք մտահոգություններ հայտնեցին, տարընկալում եղավ եւ որպեսզի որ լինի միասնականություն պետական քաղաքականության, ընտանիքի ընկալման, բարոյական արժեքների, մեր ազգային մշակութային արժեքների կրող պետականություն, մենք ընդառաջ ենք գնում եւ միասնական մոտեցում ենք ցույց տալիս եւ սրանից հետո կարծում եմ գոնե այս հաղորդումից հետո հնարավորություն կլինի հարատել այդ ձեր մտահոգությունները, որ այս օրենքում կան նման դրույթներ, որ կարող են միտված դնել նման խնդիրների առաջացմանը, կարծում եմ դրանով կփարատվի եւ իսկապես այսօր հայ ընտանիքին հուզող այլ խնդիրների կարող են անդրադառնալ, այլ հարցեր բարձրացնել, որոնք իսկապես այսօր մտահոգիչ են, որտեղ մեր կառավարության, մեր պետության քաղաքականությունը միտված է ընտանիքի ամրապնդման երեխաների հիմնախնդիրն եւ բոլոր օրինագիծերը միտված են նրանց զարգացմանը։ Հասկանալի է այդ։ Ուղղակի մի հարց մնաց, այսպես ասած չբացահայտված, կառավարության որ ուղղակի միջոցով է այդ եզրույթը հայտնվել։ Գիտեք, ասեմ, օրենքը բավականին երկար պատմություն ունի։ 2008 թվականից սկսած օրինաց երկիրը այլ ձևակերպում է տվել, դուք փոխել եք։ Ուրեմն 2008 թվականից այս օրինագծի մշակմանը մասնակցել են եւ հասարակական կազմակերպություններ, որոնք եղել են հիմնական նաեւ կանանց հիմնախնդիրները բավականին հայտնի, բավականին լուրջ հասարակական կազմակերպություններ, քննարկում ա եղել հանրային, քննարկում ա եղել եւ հասարակական կազմակերպություններ, միջգերատեսչական աշխատանքային խմբեր են մասնակցել, այսինքն բոլոր գերատեսչությունները, որոնք լիազորված են այս խնդիրներով զբաղվելու, նրանք մասնակցել են այս օրենքի քննարկմանը եւ մի քանի տարի մշակելուց հետո կառավարության կողմից հավանություն ստանալով եւ վարչապետին կից ազգային կանանց խորհրդում է այս օրենքի նախագիծը քննարկվել, այսինքն եղել են բազմաթիվ քննարկումներ, եթե այն ժամանակ նման մտահոգություններ նման խնդիրներ իհարկե կառավարությունը այդ ժամանակ պատրաստ կլներ արձագանքել եւ այս կարծում եմ այսօր մենք ուրիշ ձևով հնարավորություն կունենայինք մեր ձեռքբերումները ներկայացնելու այն օրենքը, որը իսկապես հնարավորություն կտա մրցունակ հասարակություն, հավասար հնարավորություններ հասարակություն ձևավորելու համար։ Լսենք պարոն Խաչատրյանին, հետո դուք կարող եք միմյանց հարցեր ուղղել։ Ուղղակի ինքորին համոզմամբ, եթե մենք պետք է կատարենք ինչ-որ փոփոխություններ, այն պետք է դրվի լայն հասարակական քննարկման, միջազգային այն օրենքների, այն բանաձևերի, որոնք մենք միացել ենք, օրենքների, որոնք կարող են դրանից հետո գալ որպես օրենքների սինխրոնիզացիա, քանի որ հայտարարված է, որ Հայաստանում օրենսդրական դաշտում 1200 փոփոխություն պետք է լինի սինխրոնիզացիան ապահովելու համար Եվրոմիության հետ։ Այս ամենը ազգային անվտանգության խնդիր է։ Եվ մենք ոչ մի իրավունք չունենք հասարակական վերահսկողությունը, լիարժեք վերահսկողությունը բաց թողնել այստեղ։ Շնորհակալություն, անցնենք մեր հաղորդման այն փուլին, երբ մեր հյուրերը հարցեր են տալիս մեկ-մեկ ու երևի սկսեմ պարոն Միսակյանից, որովհետև դուք հարցեր ունեիք հյուրերից ում եք ուզում ձեր։ Ճիշտ ասած, ես հարց որպես այդպեսին այս պահին ես չեմ, ուղղակի ընդհանուր առմամբ ես փորձեմ ոչ թե հարց, այլ մտահոգություն արտահայտել։ Չէ, ես կխնդրեմ հետո կամփոփենք դա, դուք եթե հարց ունեք պարոն Խաչատրյանին կամ մյուս մասնակիցներին, մի հատ ձևակերպեմ, ուրեմն կախված օրենքի, ուրեմն օրենքի այսպես բուրըն քննադատության այս սպեկտրից, հա, այստեղ ստացվեց այնպես, որ օրենքի շուրջ խոսում են բազմաթիվ մարդիկ, ովքեր տեղյակ չեն ըստ էության ինչ է կատարվում եւ իհարկե նաեւ որոշակի հատված կա, որը շատ լուրջ քաղաքականացնում է։ Ես կուզեի հարցս հետեւյալ մեր հոգեվորականին ուղղել, չեք պատրաստվում արդյոք հանդես գալ որևէ, այսպես ասած, հայտարարությամբ կամ ինչ-որ մեկնաբանող խոսքով, որպեսզի հասարակության այն շերտը, որը ավելի զգայուն է նման հարցերի շուրջ, հանգստանա, վերջիվերջո հասկանա, որ սա չի տանում կործանման ըստ էության։ Կա թերություն, մենք շտկում ենք թերությունը, բայց օրենքը որպես այդպիսին իր ողնաշարով, իր էությամբ այնքան էլ վատ օրենք չէ։ Եվ պետք է նշել նաև, որ բազմաթիվ, ես հիմա չեմ մտաբերում երկիրը, բայց տարբեր իսլամական
երկրներում, եթե չեմ սխալվում, Իրանի Իսլամական Հանրապետությունում նմանատիպ օրենք կա։ Իհարկե, իրենց չափով ուրեմն համապատասխանեցրած իրենց առանձնահատկություններին սեփական փոփոխության իրավունքի մասին։ Չէ, խոսքը, չէ, ես ասում եմ հանենք այս դրույթը, հանենք, թողենք հանգիստ դրույթին, դրույթը փոխվելու է։ Խնդիրը ընդհանուր առմամբ կանանց եւ տղամարդկանց հետ կապված հավասար հնարավոր կառավարության դրույթը հանվելու է։ Հանենք, հանում ենք դրույթը։ Անշուշտ կարծում եմ, որ միանշանակ է, որ ողջունելի է նման օրենքի ընդունումը եւ կիրառությունը։ Այլ բան է, որ անշուշտ կան խնդիրներ եւ կան ձևակերպումներ, որոնք ճիշտ չեն եւ որոնք մեր կարծիքով այսպես ասած ենթա տեքստեր են պարունակում եւ քանի որ մենք այսօր ունենք նաեւ հնարավորություն տեսնելու թե ինչ է կատարում մեր քաղաքակիրթ Եվրոպայում, հետեւաբար մենք պետք է զգուշանանք եւ մեկ բան ուզում եմ շեշտել, որ հայ եկեղեցու համար կուսակցության անձերի կամ անհատների խնդիր չէ, որովհետև հայ եկեղեցու անդամ են տարբեր կուսակցությունների մարդիկ, հայ եկեղեցին մեր մայր եկեղեցին է եւ բնականաբար կարծում եմ, որ անշուշտ այն որ լսում ենք, որ կառավարությունում արդեն նախապատրաստվում է այդ փոփոխությունը եւ ես այսօր տեղեկացա, որ մեր քննարկումներից հետո, երբ որ Աստվածաբանական խորհրդում նաև պարոն Խաչատրյանի եւ մյուս շահագրգիռ կողմերի հետ քննարկում եղավ, գիտեմ, որ Մայրաթուր Սուրբ Էջմիածինը նամակով դիմել է կառավարությանը եւ շատ ուրախ եմ լսելու, որ փոփոխություն պիտի լինի։ Ես կարծում եմ, սա այս աղմուկը, լավ իմաստով աղմուկը նաև պիտի նպաստի նրան, որ հայ եկեղեցին ներգրավի նմանատիպ բաներին, որտեղ տեսեք սերի սահմանում ենք անում մենք ունենք 2000 տարվա արժեքային համակարգ, որտեղ շատ հստակ է թե սերը ինչ է, բայց գրում ենք մի բան, որը մի հատ ամբողջ մի հատ արժեքային համակարգի հակառակն է ասում, եւ մենք իսկապես պարտավոր ենք եւ իբրև եկեղեցի, եւ իբրև եկեղեցու անդամներ զգոն լինելու եւ նմանատիպ դեպքերում անշուշտ արձագանքելու։ Այստեղ ուզում եմ ասել, որ որևէ անձնական խնդիր չկա, եթե մենք ընդդիմանում ենք այսօր մեր եղբայրների եւ քույրերի այս հարցում մեզ պարզապես մեր նպատակն է, իսկապես մտահոգությունը մեր վաղվա սերնդի համար, որովհետև մենք ուզում ենք, որ հասարակությունը առողջ լինի, որ տղամարդը տղամարդ լինի, կինը կին լինի։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, ձեր հարցի հերթն է։ Ես մի հարց ունեմ, միգուցե մի քիչ տարաշխարհիկ հնչի, բայց այնուամենայնիվ, երբ որ օրենքից ենք խոսում, ասենք տղամարդկանց, կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների մասին օրենքը որ երկրի հետ համեմատած ենք փորձում Հայաստանին բարձրացնել, էլի, այդ ումից ցածր, ասենք, որ պատկերացվում է, որ այս օրենքը իդեալական է ինչ որ մի երկրում, մի քանի երկիր եթե կարելի է ուղղակի նշեք, էլի, թե որտեղ է այդպես կատարյալ, որտեվ դուք ասացիք բան, որը ես լե հիշում եմ, որ պապիս հոր ժամանակներում այդպիսի ազդեցություն հասարակության վրա չի ունեցել, էլի, որ կինը աշխատելով նույն պաշտոնին ստացել է պակաս աշխատավարձ։ Կարող է ինչ որ 1-2 փոքրիկ մի բան լինի, բայց հավատացնում եմ ձեզ, ես այստեղ ունեմ ստատիստիկա, որը եթե հիմա սկսենք կարդալ, շատ սուր դրված է, իդեպ։ Սուր դրված է ինչու՞մ։ Որը իսկապես կա աշխարհում եւ քաղաքակիրթ աշխարհը Չէ, որ երկրի համեմատենք էլի, որ սենց համեմատում ենք էլի։ Ճիշտ ասած մենք արժե համակարգային այսօր իվոլյուցիա մարտահրավերներ չենք նետում։ Սկանդինավյան երկրների համեմատով ենք մենք խոսալու։ Ես այս պահից էլ ասում եմ, որ մենք ունենք շատ լուրջ խնդիր այդ դեպքում, որովհետև ավելի մարդկային հարաբերությունները երկրորդայնացրած հատված ես չեմ կարող գտնել, քան Շվեդիան, էլի։ Շվեդիայում սկսվել է այդ բանը, լավ բարձրացվել է, այսօրվա դրությամբ Շվեդիայում անգամ իրենց ծնողների աճյունները մոտ 80%-ը երեխաների չեն վերցնում դնեն կոլումբարիումներում։ Μα ինչ ենք, մենք նրանց ինչն ենք ձգտում, էլի։ Պարոն Խաչատրյան, դուք չափազանցեցնում եք։ Չէ, իսկ եթե ես այդ ամեն ինչը եկուս տպագրում եմ, դուք համաձայն եք ներողություն խնդրել, որ ինչ եք տպագրում։ Այսինքն որ էսա վիճակը, այդ նույն գովական Շվեդիայում։ Չէ, ես Շվեդիան չեմ գովում, ներողություն։ Ասում եք նրանք են կատարյալ մակարդակը ձգտում են նրանց։ Հաշվի առել եք դա իր մեջ ինչ աներ առնում էլի։ Ինչի անդեղ բերել դրան։ Ուրեմն օրինակ Շվեդիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, օրինակ երբ որ նայում ես հանրային կյանքի ամենատարբեր ոլորտում կանանց ներգրավվածությունը ոչ միայն պետական կառավարման խնդիրներին, այլ նաև հանրային կառավարման խնդիրներին։ Ես դրա մասին եմ խոսում։ Ես չեմ ասում Շվեդիայում ով ինչ է անում կամ ինչ խնդիր է։ Ես կոնկրետ դեպքն եմ համեմատում, կոնկրետ խնդիրը, ոչ թե այլ խնդիրներ, այլ շատ բաներ էլ մեր երկրում են։ Չէ, բա ինչ։ Խճապատկերի մասին։ Չէ, խճապատկեր հիմա դուք ասում եք նա ուրիշ պետությունն է, մենք ուրիշ սոցիալական արտահայտվածության աստիճանը կանանց։ Խնդիր չէ, այդ ինչ որ կարելի է քննարկել, էլի։ Բայց հավատացնում եմ ձեզ, եթե մերը վերցնենք, ասենք, էլի,
Դա դժվար թե այդքան զիջի, ինչքան պատկերացնում, որ պետքա բարձրացնել, հասցնել այն մակարդակին, ինչ որ իրանք են։ Հայաստանի Հանրապետությունում, օրինակ, վիճակագրություն եք ուզում, բերեն վիճակագրություն։ Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ մի կին մարզպետ։ Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ մի կին քաղաքապետ։ Հայաստանի Հանրապետությունում կանանց ներգրավվածությունը քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացում բավականին ցածր է։ Վերցրեք նայեք վիճակագրությունը։ Չեք զարմանում։ Բռնությունները ընտանիքներում։ Այո։ Համեմատած Ամերիկայի հետ Հայաստանը բարձր թե Ամերիկայում։ Ես չգիտեմ, ես ասում եմ Ամերիկայում մոտավորապես 50 անգամ բարձր։ Լավ, ասենք Ամերիկայում բռնությունները բարձր են։ Մենք քայլել չձեռնարկում ենք մեր երկրում իջնի դա։ Ինչի՞ կա, երբ որ խոսակցությունը գնում է նրանից, որ հասնենք այս ինչտեղը, այս ինչտեղը հասնելու են մի հատ նայենք, այդ ինչով են գնում որ հասնենք այդ ինչտեղը։ Մեր պետությունը, կառավարությունը նման խնդիր երբեք չի դրել։ Մենք մեր համակարգը ունենք եւ բնականաբար մեր երկրում մեր խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծենք։ Բայց իհարկե մենք պետք է առաջ նայենք, բնականաբար որպես պետություն, որպես այս աշխարհում կայացած պետություն, բնականաբար այն համակարգը, որ կայացել է եւ ձեռքբերում է տալիս պետությանը, բնականաբար մենք դա պետք է ընդունենք եւ այդ քաղաքականությունը մեր մոտ իրականացնենք, իհարկե հիմնվելով զուտ ազգային համակարգի վրա։ Ինչ վերաբերվում է, ասենք, ձեր համեմատությունը Շվեդիայի հետ օրինակները, որ բերեցիք, դրանք ես կարծում նաեւ Շվեդիայի բնակիչի համար են ընդունել այն ինչ որ դուք ասեցիք, այսինքն դե գիտեք ինչ, դե գիտեք, ես չգիտեմ հարմարվել է թե չէ, բայց համամարտկային, բացի ազգայինից համամարտկային արժեքներ կան, ես կարծում եմ, եւ այդ համամարտկային արժեքներն են, որ աշխարհը միասնական են պահում։ Չի կարելի sense իզոլացվել, դառնալ մի փոքրիկ տուն։ Մենք համաշխարհային մշակույթի մաս ենք։ Մենք չենք կարող համաշխարհային մշակույթից դուրս մնալ։ Մենք պետք է անպայման այդ մասը կրենք։ Սեռական ազատությունների հնարավոր սփռումը ներկայացվում որպես անխուսափելի պատմական հուն։ Գիտեք, դուք միշտ անընդհատ շեշտադրումը դնում եք նրան, բայց այնքան բարձր արժեքներ կան, որը աշխարհը առաջատանում, կա գրականություն, համաշխարհային պոեզիա, երաժշտություն Հայաստան։ Իհարկե գալիս է, Ինչ եք միայն դուք վատը գենդերային պատկանելիության դրսևորումը օպերայի հրապարակում, որտեղ տեղի ունեն, ասենք համաշխարհային մշակույթում անչափահաս կողմից ներկայացնելը, որ ինքը չի ուզում տիկնիկ։ Մենք եւ մշակույթում եւ պոեզիայում ես պատմում քաղաքականության մեջ ամենտեղ ունենք մեր դեմքը, չի կարելի միայն վատով այսօր նշել, էլի։ Ես չգիտեմ, համաշխարհային պատմական ընթացքից ես ձեզ ասում եմ, որ այսօր որպես mainstream, որպես պատմական հուն ներկայացումը սեռական ազատությունների բազմությունն է նույն Եվրոպայում։ Դեռ ավելին հայտարարվում է, որ տիեզերքի նվաճումները հնարավոր է, երբ որ ազատագրվեց այս ուժի պոտենցիալը մարդու։ Գիտեք, ես ինչ-որ ծայրահեղացված կարծիքներ եք արտահայտում։ Մտածել են, որ այսօր դա է բերում։ Այդ ծայրահեղացված կարծիքները կարծես թե այդ տեսեք դուք հիմա մի բան եք ասում, որից հասարակությունը ինքը նորից շոկի մեջ անգնում։ Նման բան չի կարելի։ Հատկապես երիտասարդների նման խնդիր մենք չենք դրել մեր առաջ։ Ես մի հատ ուրիշ բան ասեմ, այլասերվածներ, համասեռամոլներ, չգիտեմ, պոռնիկներ եւ այլն, ամենատարբեր տիպի մարդիկ կային նաեւ սովետական միության ժամանակ։ Թաքնված, բայց կային։ Դա եկել է մարդկության հետ, ծնվել է մարդկությունից, մարդկության հետ էլ կվերանա։ Մենք նման խնդիր, դուք տրանսվեստիտներ են եղել էլի հին աշխարհում։ Հոմոսեքսուալներ եղել են հին աշխարհում։ Մարդիկ կան, որոնք հայտարարեցին շատ լուրջ դեմքերով, այս դա օրենքի հետ կապված, որ մենք Հայաստան ենք բերում այլասերվածություն։ Նման բան ոչ մեկ իրավունք չունի ասելու։ Նման խնդիր չկա։ Բացեք սոցիալական ցանցերը, մարդիկ ովքեր ուզում են կարող է պատահի նպատակով չի, բայց ոչ մեկին դեռևս ոչ մեկին իմացությունը արված սխալի չի ազատել պատասխանատվությունից։ Այո, մենք չենք հուսալու։ Նման մի դուք չի եղել։ Հիմա այսօր որ ասում եք, որ հետ ենք բերում, ողջունելի է, խնդիր չկա, բայց հիշենք, որ չէ, ոչ թե հետ ենք բերում նրա համար։ Հենց այնպես չի, որ ասեցինք mainstream գլխավոր ուղղություն։ Այդ նշանակումը դա ցունամի է, որը գալիս է ամեն տեղից գլուխը հանելու է։ Գիտեք, պետությունը, կառավարությունը, ազգային ժողովը նման դարձյալ ուժեմ կրկնել, նման մոտեցում չի դրել այս օրենքի մեջ, նման խնդիր չի դրել։ Ուղղակի ես նորից եմ կրկնում, տարընկալումները։ Կարողացան բարձել որտեղից է հայտնվել։ Տարընկալումները։ Այսինքն չունի տեր։ Չկա մարդ, որը բերել է։ Ո՞վ է բերել է ձևակերպումը կոնկրետ։ Գիտեք, դա ձևակերպ, դա փաստաթուղթ է, որ մշակում է, դուք չգիտեք ինչպես է։ Դա չի լրամշակում, ընդունվել է 3 ընթերցումով եւ ստորագրվել է արդեն գործող օրենք է։ Ինչի մասն է խոսքը։ Փաստաթուղթը մինչև օրենք դառնալը մշակվել է եւ այն ձևով ներկայացվել ազգային ժողովը։ Դες պարզ ասում ենք, ով է բերել այդ ձևակերպումը, այդ սահմանումը, հենց կոնկրետ սահմանման մասին է։ Հա, այդ սահմանման մասին։ Այդ սահմանումը, այդ
Այդքան սարսափելի սահմանում, Այսքան ասածը ի՞նչ է։ Չէ, դուք եք տենց ընկալում։ Մենք էլ ասում ենք, եթե դուք եւ ասենք Եթե այլ կերպ եք ընկալում, մի հատ նորից մի հատ կարդա, դուք էլ սերը փոխ, գենդերը սերը փոխանելով, մեկնաբանեք հասկանաք, դուք ոնց եք հասկանում, էլի։ Հարգելի հանդիսատես, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ կառավարության կողմից նման մոտեցումներ այս օրենքի օրենքում երբևիցե չի եղել նման տեսակետ, բայց հաշվի առնելով, որ հասարակության մեջ, հատկապես երիտասարդության համար, որպեսզի ճիշտ հասկանան այս, որտեղ ամեն մի օր ավելի շատ երիտասարդների համար է, որտեղ ճանապարհը նրանց է, որպեսզի ճիշտ հասկանան եւ ճիշտ կիրառվի այս օրենքը, այսօր կառավարությունը քաղաքական կամք է դրսել, որ փոփոխություն է անում, որպեսզի այս խոսակցությունները փարատվեն եւ ես ուզում եմ հարց տալ, դուք պատրաստ եք փոփոխությունից հետո կանգնել կառավարության կողքին եւ այն խնդիրները, որ դրվել է օրենքով, որ պետքա կատարվեն, կատարվեն, որպեսզի հասարակության ես անընդհատ կանգնելու եմ այն ուղու վրա, որտեղ իմ ժողովրդի ընթացքն է։ Շատ ուրախ կլինենք, այն ռեսուրսները, որոնք դուք ունեք, թողենք գնանք ինչ-որ միտեղ էլի։ Բայց դուք արդեն 4-րդ 5-րդ անգամ ես ասում եմ նույն բանը։ Տիկին Ղազարյան, դուք ունենաք հնարավորություն եզրափակիչ խոսքի, քանի որ Հայր Սուրբը ամբողջ ընթացքում լուր լսում էր, ես կուզենայի իմանալ ինքը հարց չունի ձեզ։ Մենք ունենք 3 րոպե 17 Ինձ համար շատ հստակ է, որ ես շատ ուրախ եմ, որ իսկապես մեր եզրափակիչ խոսքի առիթը չի դեռ, այո, պետական այրերը որ հասկացել են, որ իսկապես այստեղ խնդիր կա եւ այստեղ իսկապես խնդիր կա, որովհետեւ այս խնդիրը ոչ թե մենք տարամեկնաբանում ենք, այլ մեր աչքի առաջ ունենք այն ինչ որ կատարվում է այլ երկրներում եւ մենք իսկապես իբրև եկեղեցի, իբրև հայ եկեղեցու զավակներ, իբրև հոգեվորական, իբրև աշխարհական մտահոգ են եւ մեր մտահոգությունն ենք արտահայտում, ասելով որ այստեղ խնդիր կա։ Այլ հարց է, որ անշուշտ մենք էլ պատրաստ ենք ուսուսի տված այն օրենքները, որոնք մեր ժողովրդի համար են, որպեսզի իսկապես ամրագրվեն եւ դրվեն։ Բայց ես ուզում եմ մեկ բան նաև անընդհատ որպեսզի կառավարության ներկայացուցիչը չշեշտի, որ նման մտադրություն չենք ունեցել եւ այլն, բայց սիրելիներ, այնուամենայնիվ այս ձևակերպումը հայտնվել է։ Ինչպես է հայտնվել, եթե չենք ցանկանում բարձրաձայնել, այս ձևակերպումը վտանգավոր է եւ այս ձևակերպման տակ իսկապես բազմաթիվ խնդիրներ կան։ Ուրախ ենք, որ ուզում եք փոփոխեք։ Եվ կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է, որ նմանատիպ հարցերը իսկապես ավելի լայն հասարակական ընդգրկում ունենան։ Եվ մենք միայն ու միայն պիտի մտածենք մեր ապագա սերունդների համար, որովհետև ճիշտ է նշում պարոն Խաչատրյանը, մենք գոնե տարի 1-2 անգամ դրսում լինում ենք Եվրոպայում եւ տեսնում ենք, սա ցունամի չէ, սա մի շարժում է, որը սկսել է եւ իսկապես տանելու է։ Եվ մասամբ էլ հասնելու է նաեւ մեզ։ Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչով դիմագրավելու։ Եվ ի վերջո մենք պիտի հասկանանք, որ մենք քրիստոնյա ազգ ենք եւ մեր քրիստոնեական մտածողության մեջ այդ այլ բաները համարվում են մեղք։ Նրանց համար, ովքեր ուշացումով են միացել մեր հաղորդմանը, ուզում եմ հիշեցնել, որ այդ հասկացությունը, այդ եզրույթը, որ դուք անընդհատ կրկնում եք, այսպեսին է. գենդերը տարբեր սեռի անձանց ձեռքբերովի սոցիալապես ամրագրված վարք է կանանց եւ տղամարդկանց մինչեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ։ Ես խոստացել եմ, որ Օքսֆորդի բառարանից թարգմանությունը կներկայացնեմ, այսպես է. 14-րդ դարից գենդեր բառն օգտագործվել է որպես քերականական եզր, սահմանելու համար արական, իգական եւ չեզոք սեռերը որոշ լեզուներում։ Տղամարդ կամ կին լինելու իմաստը նույնպես օգտագործվել է 14-րդ դարից, սակայն տարածում է գտել միայն 20-րդ դարի կեսերին։ Թեև թե գենդեր, թե սեռ բառերը ունեն միևնույն տղամարդ կամ կին լինելու իմաստը, դրանք սովորաբար օգտագործվում են փոքր-ինչ տարբեր ձևերում։ Սեռը բնորոշում է կենսաբանական տարբերությունները, մինչդեռ գենդերը սահմանում է մշակութային կամ սոցիալական տարբերությունները։ Հիմա, քանի որ մեր կարդացիք 1972 թվին առաջին անգամ շրջաբերման մեջ է դրվել սուֆրաժիստկաների կամ ֆեմին շարժման կողմից իրենց շարքերը ներգրավելու հոմոսեքսուալներին եւ տրանսվեստիտներին։ Շատ լավ, քանի որ մեր հաղորդման եզրափակիչ մասն է մոտենում, ես երևի սկսեմ դեմ կողմից։ Եթե եզրույթը փոփոխվում է, դուք կողմ կլինեք այս օրենքին, այն տեսքով, որ այսօր կա։ Այսպես ասենք, ես իմ առաջարկությունները կներկայացնեմ, ավելի պրոֆեսիոնալ մոտեցումը դա կլինի։ Եզրույթի փոփոխությունից զատ մնացածը կցանկանայի, որ նաև քննարկման հնարավորություն տրվեր։ Շատ լավ, կներեք, ես կհամաձայնեմ միայն դրանից հետո։ Հնարավորություն է նաև դեռ եզրափակիչ խոսքը ասելու, քանի որ մեր ժամանակը սահմանափակ է, մենք ունենք 10 րոպե դրա համար։ Եզրափակիչ խոսքն է հիմա։ Հա, եւ եզրափակիչ եւ այսինքն նաև այդ հարցի պատասխանը կուզենայի լսել, թե եզրափակիչ խոսքը։ Նախ ես կցանկանայի առաջին հերթին նշել, որ ինքը այս ձևակերպման դուրս բերումը առաջնակարգ խնդիր է այսօր հրամայական եւ
գոհունակությամբ եմ ընկալում այն, որ գործընթացը այսօր միտված է դեպի այդ, բայց մենք կարող ենք դրա արդյունքների մասին խոսել, երբ որ կիրականանա այն, եւ այսօր կարող են կառավարությունը եւ ազգային ժողովը ասենք խոստանալ, որ կլինի, բայց մեր կողմից գնահատականը կարող է լինել միայն ավարտից հետո։ Երկրորդը, ես կցանկանայի, որ նորից եմ կրկնում գոյություն ունեցող բոլորային միջազգային փաստաթղթեր, որոնք ստորագրել է Հայաստանը։ Հնարավոր բոլորային օրենքները, որոնք սույն խողովակով մուտք են գործելու մեր դաշտը, պարզաբանված լինեն։ Այսինքն ինչը այս օրենքի շրջանակում կարող է գերակայություն ձեռք բերել Հայաստանում։ Որովհետև այս առումով, ասենք, մենք ունենք օրենք, որտեղ նշվում է, որ միջազգային օրենքները, ասենք նույն Եվրոմիության օրենքները, ասենք գերակայություն ունեն եւ այսպիսիք կարող են ի հայտ գալ ասոցիացիան պայմանագիրը ստորագրելուց հետո։ Ես նորից եմ կրկնում, էլի մենք գործ ունենք այնպիսի ուժի հետ, որի խաղարկելիության հնարավորությունը, ինչպես անա խաղարկում ամեն ինչ, հատկապես օրենքների դաշտը, մենք ուղղակի չենք պատկերացնում։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում։ Եվ այս տեսակետից ոչ հասարակական սեկտորից է պետք դժգոհել, որ ինքը բարձրացնում է խնդիրները, սուր է բարձրացնում խնդիրները, որովհետև հասարակական իրավիճակը Հայաստանում չի ենթադրում, որ մենք ունենք յետընթացի եւ ընկրկման անգամ հնարավորություն։ Մենք պետք է կանգնած լինենք այն դիրքերում, որը միակ եզակի ճանապարհն է մեր ժողովրդին առանց կորուստների հաջորդ հանգրվանը հասցնելու համար։ Շնորհակալ։ Տեսանք դες հայրսը։ Անշուշտ, ես ինչպես նշեցի, Մայրաթոր Սուրբ Էջմիածին նամակով արդեն իր առաջարկներն արել է եւ իսկապես հույս ունենք, որ մեր հայրենի պետությունը, ինչպես որ կառավարության ներկայացուցիչն էր ասում, մտահոգ ընդհանրապես մեր երիտասարդների, մեր ազգի ապագայով եւ առաջնորդվելով ազգային արժեհամակարգով փոփոխությունները կլինեն եւ իսկապես ուրախ ենք, որ այս օրենքը պիտի գործի։ Ես կարծում եմ, որ եւս մեկ անգամ մենք պիտի շեշտենք եւ շատ ուզում եմ սա շատ հստակ լինի, որ մեր քրիստոնեական մտածողությամբ հենց Աստվածաշնչի առաջին տողերից ասում է, որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով եւ նմանությամբ եւ Աստվածաշունչը ավելացնում է արու եւ եք ստեղծեց։ Եվ այս իրողությունը, այս աստվածային իրողությունը շեշտում է նաեւ Քրիստոս, այսինքն մեզ համար սեռային տարբերակությունը շատ հստակ է եւ շատ հստակ դրված է։ Ես պարզապես պիտի խորհուրդ տայի մեր հատկապես մեր երիտասարդներին, որ իրենք ավելի կարդան եւ ընթերցեն եւ ավելի մոտ լինեն իրենց եկեղեցուն եւ այն գրողը լինեն այն արժեքային համակարգի, որ քարոզում է հայոց եկեղեցին, որովհետեւ այդ արժեքային համակարգն է, որ մեզ հասցրել է այսօրվան։ Եվ ես իսկապես ուրախ եմ, որ այս քննարկումները կան, եւ ես կարծում եմ անկախ ամեն ինչից, անկախ նաեւ սուր քննադատություններից կա նաեւ առողջ մի բան, նաեւ սոցիալական ցանցերում ենք տեսնում շատ անգամ ինքս եմ անձնապես զսպել իրենց ասելով, որ պետք չէ այդպես արտահայտվել, բայց ես ուրախանում եմ, որ մեր երիտասարդները մտահոգ են եւ կարծում եմ, որ պատկան մարմինները միայն ու միայն ուրախ պիտի լինեն, որ հարցը բարձրացվել է եւ իսկապես պիտի մտահոգություն ունենանք։ Յուրաքանչյուր տար, յուրաքանչյուր բառ կարեւոր է մեր ժողովրդի ապագայի համար եւ իսկապես թող Աստված մեր երկիրը պահի եւ մեր իշխանավորներին առավել իմաստություն տա, որպես իրանք կարողանան այդ իմաստությամբ ճշգրիտ ձևակերպումները գտնեն, որովհետեւ ես կարծում եմ մեր լեզուն իսկապես հարուստ է եւ մենք կարող ենք առանց օգտվելու, առանց թարգմանելու օտար բառերը մեր լեզվով ճշգրիտ եզրեր օգտագործել, որոնք տարընթերցումների տեղիք չեն տա։ Տիկին Ղազարյան, երեկ իմ այս հարցով կրկնվելու եմ ձեր մտքերը, ուզում եմ հստակ լսել, որ փոփոխվելու է եւ մի հարց էլ, որը չկարողացան քննարկել, արդյոք ասում են ձեզ քննադատողները, որ ավանդական ընտանիքի դեմ եք։ Կուզենայի, որ ձեր խոսքում եզրափակիչ նաեւ դրան անդրադառնայիք դուք եւ պարոն Իսահակյանը։ Իսկապես ուզում նորից ասել ելուր ամենքի, որ փոփոխությունը ուղարկվել է արդեն կառավարություն, սույն հոդվածը հանվել է, նաև այլ փոփոխություններ են առաջարկվել, որը կներկայացվի ազգային ժողով, նաև վերջի խոսքի իրավունքով ուզում եմ ասել, որ մեր հայ ընտանիքի իրավանդական արժեքներով, ազգային արժեքներով բնականաբար պահպանման կարիք ունի եւ պետության նաև խնդիրներից մեկն է դա եւ որևիցե ուժ չի կարող, ասենք, խարխլել այն արժեքները, որոնք մեզ համար դարերով դաստիարակել եւ այսօր
կողմնորոշիչ ուժ են հանդիսանում։ Ուղղակի այս օրենքով ես կուզենայի, որպեսզի իսկապես այն ինչ խնդիր որ ծառայում է, որպեսզի տղամարդկանց եւ կանանց հավասար հնարավորությունները կիրառվեն, օրենք հնարավորություններ տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական դերակատարումներու, հավասար հնարավորություններն են, մրցակցության հավասար պայմաններն են, որպեսզի կանայք այն մեծ ներուժը, որ ունեն, պոտենցիալ ներուժ ունեն, ծառայեցնեն մեր պետությանը, մեր հայրենիքին, մեր պետական շինարարությանը։ Կարծում եմ օրենքը դրան է միտված եւ ես կարծում եմ գործընկերները, այսօրվա բանախոսները պետք է բոլորս իսկապես միասնականությամբ կարողանանք այն խնդիրը, որը դրված է օրենքի առջև, այն է, որ մեր համար իսկապես շատ կարեւոր է, որովհետեւ այսօր մեր համար մի զինվորն էլ շատ կարեւոր է, իսկ կանանց բանակը բավականին մեծ է Հայաստանում եւ ուժեղ։ Հաղորդակցություն կարող չէ տալ դուք որպես կին ձեր կարիերայի ընթացքում գենդերային խտրականության ենթարկվել եք։ Ոչ։ Այս դեպքում Արդեն իսկ հարցի պատասխանը կա, եւ սա իսկապես խոսում է, որ մենք իսկապես լավ դիրքերում ենք։ Եվ մեր արժեքային համակարգը ճիշտ է։ Շնորհակալություն եւ լսենք պարոն Իսակյանին։ Ուրեմն ես ինչպես հաղորդման սկզբում շնորհակալություն հայտնեցի եւ եւս ուզում եմ վերջում էլ շնորհակալություն հայտնել ձեզ շատ հետաքրքիր քննարկման համար։ Կարծում եմ հերոստադիտողը տեսավ հասկացավ նաև շատ բաներ, որ իսկապես ոչ օրինաց երկիր կուսակցությունը, ոչ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մտադրված չեն այլասերություն ներմուծել Հայաստան, ինչպես դա ելի եմ կրկնում շատ լուրջ դեմքերով ասում էին որոշակի մարդիկ խոճապ առաջացնելով մեր հասարակության մեջ։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն մարդկանց քաղաքացիական հասարակության սեկտորի այն ներկայացուցիչներին, ովքեր իսկապես մտահոգ, խնդրով բարձրաձայնում են, շնորհակալություն հայտնել Հայ առաքելական եկեղեցուն, ով իսկապես պահպանեց շատ բալանսավորված դիրքորոշում այս հարցում, իր ծանրակշիռ խոսքը ասեց եւ նաեւ ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այս հաղորդմանը մասնակցելու եւ ձեր կողմից այն մոտեցումը առաջ քաշելու, որ այո այդ վիճելի դրույթի հանումով օրենքը ըստ էության ողջունելի օրենք է։ Եվ կարծում եմ թե մենք, թե մեր կառավարությունը մոտ ապագայում Տիկին Ղազարյանը արդեն նշեց, հանրային նորից լայն քննարկման առարկա կդարձնենք օրենքը, կառաջարկենք համապատասխան փոփոխություններ եւ կունենանք կուռ եւ առանց որևէ տարընթերցման մի օրենքի նախագիծ, որը հետագայում կարծում եմ նաև էլի կդառնա օրենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ցավոք մեզ հատկացված ժամանակը սպառվում է։ Ես հիշեցնեմ, որ այս քննարկումը կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքի շուրջ էր, որը ուժի մեջ մտնելուց հետո իր վիճահարույց եզրույթի պատճառով որն քննարկումների առիթ էր դարձրել։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր հյուրերին հետաքրքիր բանավեճի համար, քանի որ ինձ թվում էր, որ այս երկու ամիսների ընթացքում այնքան բան է ասվել, որ նոր բաներ չեն ասվի, սակայն այս քննարկման ընթացքում հնչեցին։ Եվ հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին օրինաց երկիր կուսակցության մամլոյ խոսնակ Արտուր Միսակյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը, Հայրաքելական եկեղեցու միաբան Հայր Զաքարիա Վարդապետ Բաղումյանը եւ Արեգ գիտավերլուծական կենտրոնի ներկայացուցիչ, Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դասախոս դոցենտ Վարդան Խաչատրյանը։ Շնորհակալություն, նաեւ հիշեցնեմ, որ մեդիա կենտրոնի կազմակերպած այս բանավեճում մենք ներկայացրեցինք օրենքի շուրջ երկու տարբեր տեսակետներ եւ մեդիա կենտրոնը նոր հարթակ է մեկտեղելու համար Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ լրատվական դաշտի ներուժը։ Կենտրոնի հիմնական առաքելությունը Հայաստանում բանավեճերի մշակույթի հիմնումն է։ Մեդիա կենտրոնը համակարգում է հանրային լրատվության ակումբը, բացասարակության հիմնադրամներ Հայաստանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատեն համատեղ աջակցությամբ։ Տեսություն կհանդիպենք հաջորդ բանավեճին։